Ուրեմն եկեք խոսենք աշխարհի ամենահին դաշնակիցներից երկուսի՝ Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների մասին, որոնք մի պահ հայտնվեցին, այսպես ասած, դիվանագիտական բախման եզրին։ Եկեք միասին հասկանանք, թե իրականում ինչն էր այս լարվածության պատճառը։ Ամեն ինչ կարծես թե պայթեց մի պարզ, բայց շատ կտրուկ սպառնալիքից, որը Ամերիկայի նախագահն ուղղեց իր ֆրանսիացի գործընկերոջը։ Լավ, բայց իրականում ինչու՞մն էր հարցը։ Իհարկե, պատճառը գինին չէր, պատասխանը թաքնված էր Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման մի շատ վիճահարույց առաջարկի մեջ։ Հիմա կտեսնենք, թե ինչպես ամեն ինչ զարգացավ։ Դե անմիջական պատճառը, այսպես ասած, առաջին դոմինոն Ֆրանսիայի կտրուկ ու հրապարակային մերժումն էր։ Նրանք հրաժարվեցին միանալ մի նոր մարմինի, որն առաջարկում էր Թրամփի վարչակազմը։ Այս խորհուրդը ներկայացվում էր որպես միջազգային ճգնաժամերը լուծելու մի տեսակ նորարարական միջոց, բայց երբ Ֆրանսիան նայած մանրամասներին, պարզվեց, որ դրանք մեղմ ասած խիստ անընդունելի են։ Ուրեմն Փարիզի ոճը մեկ պատճառ չուներ։ Դա մի քանի շատ լուրջ մտահոգությունների արդյունք էր։ Խնդիրը միայն գազան չէր։ Նախ, այս կառույցը փորձում էր զբաղվել բոլոր համաշխարհային հակամարտություններով։ Երկրորդ, այն ուղղակիորեն սպառնում էր ՄԱԿ-ի հեղինակությանը, ստեղծելով զուգահեռ կառույց։ Եվ ամենահետաքրքիրը, անդամակցելու համար պետք էր վճարել $1 միլիարդ, իսկ վերջում բոլոր որոշումները միևնույն է պետք է հաստատեր ԱՄՆ նախագահը։ Ահա թե որն էր սկզբունքային հիմնարար տարբերությունը։ Մի կողմում ունենք միջազգային իրավունքի վրա հիմնված համակարգ, մյուս կողմում մի մարմին, որը ենթակա է մեկ առաջնորդի կամքին։ Ֆրանսիայի համար սա անընդունելի էր, բայց պարզվեց, որ սա եզակի դեպք չէր։ Այս խորհրդի շուրջ վեճը, գիտեք, ընդամենը այսբերգի գագաթն էր։ Շատ ավելի մեծ խնդիր կար, որը պարզ դարձավ աշխարհի ամենամեծ կղզու շուրջ ծավալված առաջին հայացքից բոլորովին այլ վեճի ժամանակ։ Հենց որ ԱՄՆ ակնարկեց Գրենլանդիան գնելու իր հետաքրքրության մասին, Ֆրանսիայի պատասխանը եղավ կայծակնային ու միանշանակ։ Նրանք պաշտպանում էին մի շատ կարևոր եվրոպական արժեք։ Ֆրանսիայի դիրքորոշումն այստեղ շատ պարզ էր։ Բանը հողը կամ փողը չէր, այլ ինքնորոշման սկզբունքը։ Նրանց համար սա անսակարկելի հիմնարար եվրոպական արժեք էր, որը պետք է պաշտպանել ամեն գնով։ Այսպիսով, այս երկու դեպքերը՝ մի խորհուրդ ու մի կղզի, իրականում ցույց տվեցին, թե որքան խորն է անդունդը երկու դաշնակիցների աշխարհայացքների միջև։ Խոսքը աշխարհի մասին տեսլականների բախման մասին է։ Սա թերևս ամբողջ հակամարտության սիրտն է։ Մի կողմից ունենք բազմակողմանության գաղափարը, աշխարհ, որը կառավարվում է ընդհանուր կանոններով եւ միջազգային կառույցներով, մյուս կողմից գործարքային մոտեցումը, որտեղ ամեն ինչ որոշվում է երկկողմ պայմանավորվածություններով եւ ի վերջո ուժեղի իրավունքով։ Իսկ ո՞րն էր Ֆրանսիայի առաջարկած լուծումը։ Ոչ թե քանդել հին համակարգը, այլ բարեփոխել այն։ Նրանք ասում էին, եկեք ՄԱԿ-ն ու Համաշխարհային բանկը հարմարեցնենք այսօրվա իրականությանը, ոչ թե փորձենք դրանք փոխարինել զրոյից։ Լավ, հիմա երբ մաքսատուրքերի սպառնալիքներն արդեն հնչում էին, ինչ կարող էին անել Ֆրանսիան ու նրա եվրոպացի գործընկերները։ Իհարկե նրանց նպատակը լարվածությունը թուլացնելն էր, բայց նրանք նաև պատրաստ գործիքներ ունեին իրենց զինանոցում։ Պարզվում է, Եվրամիությունը մշակել էր տնտեսական զենքի մի ամբողջ հավաքածու հատուկ նման իրավիճակների համար։ Նրանք կարող էին սահմանել պատասխան մաքսատուրքեր, սահմանափակել շուկաների հասանելիությունը եւ այլ միջոցներով ցույց տալ, որ անհրաժեշտության դեպքում կարող են հակահարված տալ։ Եվ ամենակարևորը, սա ինչ-որ հին փոշոտված կանոնակարգ չէր, այս գործիքակազմը բոլորովին նոր էր, ստեղծվել էր 2023 թվականին, հենց նման տնտեսական ճնշումներին դիմակայելու համար։ Սա ցույց էր տալիս, որ նրանք լրջորեն էին պատրաստվում։ Եվ այսպես, այս ամբողջ պատմությունը մեզ կանգնեցնում է մի շատ հիմնարար հարցի առջև, որը կարևոր է բոլորիս համար։ Ի վերջո, 21-րդ դարում որ ուղով ենք շարժվելու՝ կանոնների վրա հիմնված աշխարհով, թե ուժեղի տրամաբանությամբ։ Այս հարցի պատասխանը թերևս դեռ առջևում է։